Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 17-ն է, ու այս հաղորդման մեջ խոսելու ենք հետաքրքիր հայտարարություններից, որոնք որ հնչում են Մոսկվայից եւ Թեհրանից։ Մեկ օր ուշ ենք պատրաստում մենք մեր հաղորդումը, այդպես ստացվեց, բայց կարծում եմ կարևոր է լինում մեր վերլուծությունը, որպեսզի հասկանանք թե ինչ է տեղի ունենում եւ ինչ հայտարարություններ են հնչում Մոսկվայից եւ Թեհրանից, կանդրադառնանք նաև Էրդողանի հայտարարությանը հայ-ադրբեջանական կարգավորման մասով եւ այն փոփոխությունների, որոնք որ կարող է տեղի ունենան արդեն հաջորդ տարվա սկիզբ, ինչպես նաև վերջում կանդրադառնանք միջազգային կարևոր հարցերին նույնպես։ Այդտեղ եւս հետաքրքիր տեղաշարժեր կան։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում, բայց բավականին հետաքրքիր տեղաշարժեր կան եւ կարող է գա մի պահ եւ շատ արագ գա այդ պահը, երբ որ այնպիսի փոփոխություններ գրանցվեն այդ բանակցային գործընթացի մեջ, որը որ տեղի ունենում Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Ուկրաինայի միջև, եւ մենք կարող է նույնիսկ զարմանանք, թե ինչպես ստացվեց, որ այսպես արագ խաղաղության հասան կողմերը։ Իսկական հնարավոր է նման բան, այդ մասին մենք մանրամասն կխոսենք։ Սակայն նախքան հաղորդումը սկսելը սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում անպայման լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին, վերջին ժամանակներս հաճախ նման կոչերով հանդես չեմ գալիս եւ տեսնում եմ, որ շատ դանդաղ են լայքերը գրանցվում, ինչպես նաեւ նոր բաժանորդագրումներ։ Դրա համար այսօր որոշեցի կոչ անել անպայման բաժանորդագրվել եւ լայքել այս հաղորդումը։ Եվ սկսենք սիրելի հայրենակիցներ Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայեթի հայտարարությամբ, որը որ նա արել է Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում, Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում, մեկ անգամ չէ որ Վիլայեթին այսպիսի հայտարարությունները հնչեցնում Հայաստանի մասով եւ Թրամփ ծրագրի մասով։ Ես միշտ ասել եմ, որ Վիլայեթին շփոթում է իր վիլայեթները փնտրելով սխալ տեղ է ընկել եւ Հայաստանում չկա իր վիլայեթները, Հայաստանը իրենց վիլայեթը չէ։ Հետևաբար լավ կլինի, որ իրանցիները հասկանան, որ չպետք է իրենց քիթը խոթեն Հայաստանի ներքին գործերին, առավել եւս երբ որ իրենց ոչ ոք չի ճնշելու այդ կոնկրետ նախագծի շրջանակներում։ Հայաստանի արտգործնախարարությունը շատ լավ ակտիվ կոմունիկացիայի մեջ է Իրանի արտգործնախարարության հետ, գիտենք նաև Փեզեշկյանի եւ Փաշինյանի միջև շփումներ եղան եւ կարծես թե Իրանի արտգործնախարարությունը եւ նախագահը փոխել են իրենց դիրքորոշումը, բայց ահա հոգեվոր առաջնորդի խորհրդականը նույն դիրքորոշումը ունի եւ նաեւ այդտեղ կարծես ինչ որ նկատելի է այն, որ Ռուսաստանն էլ օգնության են կանչում, ասում են, որ իրենց համար շատ մեծ տարբերություն չկա Զանգեզուրի միջանցք եւ Թրամփի նախագիծ հասկացողությունից, ըստ իրենց ՆԱՏՕ-ն դրանով ուզում է մուտք գործել տարածաշրջան եւ դա իրենց համար խնդրեմ է ու փաստացի սպասում են ու ակնկալում են, որ Ռուսաստանը ինչ-որ մի կերպ կարձագանքի։ Հավանաբար ռուսների հետ այս հարցով խորհրդակցել են, ռուսները իրենք շատ չեն ցանկանում սուր հայտարարություններ անել կոնկրետ Թրամփի հասցեին եւ այդ նախագծի, քանի որ չեն ցանկանում նեղացրած լինել Դոնալդ Թրամփին եւ այդ կեղտոտ գործը հանձնարարել են Իրանի իշխանություններին եւ հաշվի առնելով այն, որ Իրանի իրական իշխանությունը պատկանում է հոգեվորականներին, ապա բավականին վատ է մեզ համար այդ Վիլայեթի հայտարարությունը, սակայն մյուս կողմից մենք պետք է նաեւ հասկանանք, որ Իրանը ոչ մի լծակ չունի, որպեսզի ազդի այդ նախագծի իրականանալ չիրականանալու վրա, ես կարա թե դրանում համոզված եմ, իզուր տեղը ջուր են ծեծում, մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ ամռանը, ինչպիսի խայտարակ պարտություն կարեց Իրանը, բնականաբար մենք Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք եւ պետք է խորացնենք մեր հարաբերությունները, հարցը դրա մեջ չէ, բայց որ այդպիսի հայտարարություններ են հնչում, բնականաբար դա մեզ բոլորիս նյարդայնացնում է Եվ Հայաստանը ասել է բազմիցս, որ առաջնորդվելով իր ազգային ու պետական շահերով ամեն ինչ անելու է, որպեսզի նույն ժամանակ Իրանի նկատմամբ ինչ որ ոտնձգություն տեղի չունենա եւ դրանով Իրանի ազգային ու պետական շահերը չանտեսվեն։ Հստակ վստահեցրել են Իրանի
իրանական կողմին, բայց երևի թե Ռուսաստանի հետ իրենց շփումները ավելի կարևոր են, իրենց պայմանավորվածությունները, բայց հայկական կողմը հստակ պետք է շատ ավելի պարզ բացատրի իրանական կողմին, որ եթե նման ձևով շարունակի Իրանը, ապա ինքը կզրկվի այդ նախագծից օգտվելու հնարավորությունից։ Պետք է շատ լուրջ ձևով բացատրել իրանական կողմին, սակայն իրականում տեղի ունենում այն, որ Իրանը կարելի ասել մուր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, եթե կարելի այսպես արտահայտվել, այսինքն շատ վատ ինչ-որ հոգեբանական վիճակում է գտնվում Իրանի հոգևոր առաջնորդը Դոնալդ Թրամփի կողմից իրականացված հարվածների պահով, դրա համար այդպիսի հայտարարություններ են անում իրենք։ Ասածս այն է, որ Իրանը մեծ հաշվով ոչինչ չի կարող անել ընդդեմ մեզ, չունի նման հնարավորություններ, քանի որ ոչ միայն մեզ է անելու տվյալ պարագայում, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ես կարծում եմ, որ նաև ընդդեմ Ադրբեջանի կլինի Իրանի այդ գործողությունները, թե ինչ-որ մի գործողություն փորձի ձեռնարկել եւ ընդդեմ Թուրքիայի, քանի որ Թուրքիան նույնպես շահեր ունի մեր տարածաշրջանում եւ այդ ճանապարհը բնականաբար բխում է նաև Թուրքիայի շահերի, ճիշտ է այնտեղ կան ինչ-որ նյուանսներ, մենք այդ նյուանսների մասին միշտ էլ խոսել ենք, ամբողջովին իրենց ցերտով չստացվեց այդ Թրամփի երթուղին, ինչպես որ նրանք ցանկանում էին, դրա համար ասում էին Զանգեզուրի միջանցք, բայց ընդհանուր առմամբ, քանի որ սա արդեն կայացած փաստ է, այդ փաստաթուղթը բխում է այն Թուրքիայի շահերից, այսինքն դրա չիրականանալը ավելի վնաս է Թուրքիայի համար, քան դրա իրականանալը, թեկուզ այս պայմանավորվածությունների միջոցով։ Դրա համար թե Թուրքիայի, թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը կարծես թե այստեղ համընկնում են, Ռուսաստանի շահերը չեն համընկնում, բնականաբար, ինչպես նաեւ Իրանի շահերը։ Իրանի շահերը չէի ասի, Իրանի հոգևոր առաջնորդի, Իրանի թե չէ ազգային ու պետական շահերը նույնպես համընկնում են, բայց այդ ռեժիմի շահերը բնականաբար ոչ։ Դրա համար, երբ որ պատերազմի ժամանակ, երբ որ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ էր հասցնում Իրանին, ես մի փոքր այլ դիրքորոշում ունեի եւ փորձում էի հիմնավոր ձևով բացատրել սիրելի հայրենակիցներ իմ դիրքորոշումը։ Մեզ պետք է շատ ավելի ժողովրդավարական եւ կանխատեսելի Իրան։ Ցավոք սրտի, թե Իսրայելը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները չձգտեցին նրան, որ Իրանում շատ բան փոխվի։ Ընդամենը ոչնչացրին, այն էլ ինչքանով ոչնչացրին 100% ոչ ոք չի կարող ասել, ընդամենը ոչնչացրին Իրանի ատոմային օբյեկտները։ Անցնենք մնացած հարցերի քննարկմանը եւ այս հարցը բնականաբար պետք է մենք կարողանանք դեռ կապել այն հայտարարությունների հետ, որոնք որ արվել է Ռուսաստանի ԱՊՀ-ի մասով տնօրենի կողմից արվել են հետաքրքիր հայտարարություններ, բայց նախքան դա կարևոր է անդրադառնալ նաեւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հայտարարությանը, որ Թրամփի ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը հարգելու միջոցով փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծում է այն լայն հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասով նաեւ արտահայտվել է Ռուբեն Ռուբինյանը, ասելով, որ մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը եւ Իրանի դեպքում այդ շահերը մեծամասամբ համընկնում են։ Ու նա ասում է, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այդ նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի է առնում, այդ կարմիր գծերը չի հատում ու նույնիսկ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Պարզ է Ռուբեն Ռուբինյանի արձագանքը, լավն է, բայց այն չի փոխում Իրանի հոգևոր առաջնորդի այդ խորհրդականի հայտարարությունների իրողությունը։ Հիմա անդրադառնանք, թե ինչ է ասել այդ Միխայիլ Կալուգինը, որ ԱՊՀ երկրների հարցով Ռուսաստանի այդ դեպարտամենտի տնօրենն է, նա ասում է, որ արևմուտք ասելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատի ունեն, թե չէ ռուսները արդեն բարդ է ասել, փորձում է դեքստրուկտիվ քայլեր իրականացնել հարավային
Կովկասում եւ փորձում է սեպ խրել Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունների մեջ նրանց նպատակային չէ ինչ-որ բան կառուցեն, Հարավային Կովկասում այլ ուղղակի բաժանեն Վնաստան ռուսներին, մոտավորապես այդ ոճով է արտահայտվում, որ հիմնականում ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն եւ ցավացնեն, քանի որ գիտեն, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր է Հարավային Կովկասը եւ դրանով ցավ կպատճառեն, երկար բարակ խոսել է, ասել է, որ դրա համար արևմտամետ ուժերը ակտիվացել են, հակառուսական ինչ-որ տրամադրություններ են ստեղծում, հետո նա անդրադարձել են նաեւ Թրամփի երթուղուն, չգիտես ինչու հիշել են ռուսները, որ երկաթգծերը իրենց են պատկանում, այսինքն մտքեր ունեն, որ Թրամփի երթուղով անցնող երկաթգիծը եւս այդ հատվածը իրենց պատկանի, ամենայն դեպս իր խոսքից ակնարկից ես դա եմ հասկանում, ասում է, որ մեր ռազմական կոնտինգենտը այնտեղ ներկա է եւ այդտեղ շատ կարեւոր իրենց համար կետ է, այսինքն թե իրենց ռազմական ուժերն են ներկա եւ թե երկաթգիծը պետք է իրենց փաստացի պատկանի այդ ակնարկների միջոցով եւ հիշել է նաեւ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ պետք է ենթարկվի ԵԱՏՄ-ի օրենքներին, կանոններին։ Դրանից բացի այդ պարոնը խոսել է այն մասին, որ նախագիծը շատ նման է Երակողմ հայտարարությամբ նրան, ինչ որ պետք է լիներ եւ իրականացվեր, այսինքն հիշել է կրկին Երակողմ հայտարարությունը ու ասել է, որ այդ դերը պետք է ճշտվի, թե Ռուսաստանը ինչ դեր է ունենալու այս նախագծի մեջ։ Խոսել է նաև Վրաստանից, առաջարկել է հարաբերությունների կարգավորում, ճիշտ է Վրաստանից արագ արձագանքել են, ասել են, որ մինչև հետ չկանչեք Աբխազիայի եւ Օսեթիայի ճանաչումը եւ ճանաչեք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մինչև դա տեղի չունենա, ոչ մի հարաբերություններ չեն կարգավորվի Վրաստանի եւ Ռուսաստանի միջև շատ լավ հայտարարություններ, ողջունում եմ միանշանակ։ Հիմա մեր մասով, Հայաստանի կոնկրետ մասով, սա բնականաբար մեզ ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության նոր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ Թրամփի երթուղու նկատմամբ։ Եթե նախկինում մենք չէինք տեսնում շատ մեծ հաշվով բացասական հայտարարություններ եւ հասկանում ենք նաեւ, որ Ալյասկայում Պուտինը եւ Թրամփը քննարկել են այդ նախագիծը, նաեւ հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Թրամփի երթուղուն վերաբերող հարցեր։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը արդեն կամաց-կամաց դիրքորոշում է արտահայտում, երևի թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչ-որ պայմանավորվածություններ կան, բայց իրենք ուզում են Հայաստանից ստանալ ինչ-որ երաշխիքներ կամ ինչ-որ ձևով ներգրավել այդ ծրագրում, դրա համար ասում են, որ լավ կլինի երկաթգիծը մեզ տակ, մեր ռազմական ներկայությունը այնտեղ կավելի ամրապնդենք եւ ամեն ինչ գործի ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Դրա համար հնարավոր է նաև Հայաստանը ապագայում, շատ մոտ ապագայում հարց տնի ԵԱՏՄ-ից դուրս գալ, երբ որ սկսի գործել Թրամփի երթուղին, կարող է դա արդեն մեզ համար լուրջ խոչընդոտ լինի, դա ասելով ԵԱՏՄ-ն նկատի ունեմ, եւ դրա համար ԵԱՏՄ-ից դուրս գանք, որպեսզի դրանով նոր խնդիրներ չստեղծենք Հայաստանի համար։ Այսինքն ժամանակ ամեն ինչ ցույց կտա միանշանակ, բայց ռուսների ախորժակը շատ պարզ է, իրենք ուզում են ինչ-որ մի ձևով ներգրավել այս ծրագրի մեջ եւ իրենց օգուտները քաղել։ Իրանական հայտարարությունը պատահական չէր, եւ եթե այս հայտարարության հետ մենք գումարվում ենք, արդեն հասկանում ենք, թե ինչ ծրագիր ունի Ռուսաստանը, կամաց-կամաց այն բացահայտվում է Թրամփի երթուղու հետ կապված։ Այսինքն ամենայն հավանականությամբ իրենք հաշվարկում են, որ դժվար կլինի հիմա դուրս մղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանից, այդ ծրագրից կոնկրետ, բայց իրենք հիմա ուզում են ամեն ինչ անել մաքսիմալ ձևով բանակցելու իրենց դերի հարցը։ Ուզում են որոշակի դերակատարություն ունենալ, որոշ ձևով ներգրավել այդ ծրագրում, որպեսզի իրենք դրսում չհայտնվեն եւ դրսում հայտնվելով իրենք հասկանում են, որ կարող է նաեւ Հարավային Կովկասից դուրս գալու հարցը դրվի։ Դրա համար կոկել են իրանցիներին, իսկ իրանցիները նաեւ այլ շահեր ունեն ռուսների հետ, պարզ է, որ հիմա ինքնաթիռներ են նոր ձեռք բերում Սուեժ, նաեւ հակաօդային պաշտպանություն, դրա համար ավելի իրենց ծրատու է երկել ռուսների երկը, քան թե Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնել։ Դրա համար նաև գումարենք, դրան կարելի գումարել նաև իրենց
վատ տրամադրվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Սա է իրականում սերելի հայրենակիցներ, մեկ բան էլ ուղղակի վերջում ավելացնեմ, որ իմ պատկերացմամբ Ռուսաստանի Դաշնությունը չունի այս պահի դրությամբ որևիցե հնարավորություն լուրջ ազդեցություն ունենալու Հայաստանի վրա, այսինքն չեն կարող թե ռուսները, թե իրանցիները ինչ որ լուրջ ճնշումներ գործադրել Հայաստանի Հանրապետության վրա, բլեֆեր շատ կլինեն։ Հարց է, թե Հայաստանի իշխանությունները որքանով կտրվեն այդ բլեֆերին, որքանով կվախենան, բայց իրականում ես համոզված եմ, որ ոչ մի գործնական միջոց չունեն Հայաստանի վրա շատ վատ ինչ որ ազդելու համար, որպեսզի Հայաստանը հետ քաշվի կամ տեղ տրամադրվի Ռուսաստանի Դաշնության այդ ծրագրերի մեջ։ Դա հնարավոր է շատ մեծ սխալ լինի նաև Հայաստանի իշխանությունների կողմից, եթե նման քայլի գնան։ Պետք է այս հարցը եւս շատ լուրջ ձևով հաշվարկել։ Այսքան այդ հարցի վերաբերյալ, նաև մի քանի խոսքով ուզում եմ անդրադառնալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, Թուրքիայի նախագահն էլ ահա այդ ընթացքում հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, որ Ադրբեջանն ու Հայաստանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա ասել է, որ երկխոսության մեջ ենք Ադրբեջանի հետ, նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ ենք մղում Հայաստանի հետ ու վերջում, ամենակարևորը վերջում, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք հաջորդ տարվա սկզբից, ասել է Էրդողանը։ Բայց մենք արդեն հասկանում ենք կոնկրետ թե ինչի մասին է խոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման ներքո, շատ լուրջ ճնշման ներքո Էրդողանը երևի որոշում կայացնի բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Այսինքն այդ քայլը հնարավոր է արվի եւ ինչ որ նաեւ հնարավոր է բեռնափոխադրումներ էլ սկսվեն հաջորդ քայլով։ Այդ մասով էլ սերելի հայրենակիցներ կարող եմ ավելացնել ընդամենը այդքանը։ Կարևոր համարեցի անդրադառնալ նաև Լավրովի մեկ հայտարարության, քանի որ սերտով ցանկացա պատասխանել Լավրովին իր այս հայտարարության, դրա համար ցանկացա անդրադառնալ ահա այս հայտարարությանը, որով որ նա ասում է, թե կարող եք ինձ գոնե մեկ օրինակ բերել, որտեղ մեծ ու հզոր այլ երկրների հետ հարաբերությունների համար Ռուսաստանը դավաճանել է իր վաղեմի ընկերոջը կամ դաշնակիցներին։ Այսինքն ինչ ասում այս։ Այսինքն ինչ ասում այս ազգափող պարոնը, պարոն Քալանթարովը, ասում է, որ ինձ ընդամենը մեկ օրինակ բերեք, որտեղ որ Ռուսաստանի Դաշնությունը դավաճանել է իր վաղեմի դաշնակիցներին, գործընկերներին, մեկ այլ պետության հետ ունեցած իր շահերի պատճառով։ Պարզ չէ, Հայաստանի Հանրապետության հետ ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, հետ չգնանք։ Միայն 2020 թվականին, 22 թվականին ինչ որ տեղի ունեցավ Հայաստանի հետ, դրան ականատես են եղել ոչ միայն հայերը, ոչ միայն ամերիկացիները, եվրոպացիները, ամբողջ աշխարհը, այլ նաև նույն իրենք ադրբեջանցիները, ովքեր որ ռուսների հետ միասին այդ սպեցօպերացիաները իրականացրեցին ընդդեմ հայերի, քանի որ հայերը, Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթերով իրենց ամենակարևոր եւ մտերիմ դաշնակիցներ, իրենք փաստացի անտեսեցին Հայաստանի Հանրապետության շահերը եւ օգնեցին Հայաստանի թշնամիներին գրավել Արցախը, դրանից բացի գրավել նաեւ Հայաստանի սուվերեն տարածքներ եւ Ռուսաստանի Դաշնությունը տակից ոչ միայն ոչինչ չարեց, որպեսզի Արցախը մենք կարողանանք պահել, այլ ճիշտ հակառակը օգնեց Ադրբեջանին եւ երկար տարիներով օգնում էր, դրանից բացի երբ որ հարձակվեցին արդեն Հայաստանի սուվերեն տարածքների վրա, հապկը լուրեր եւ ոչինչ չձեռնարկեց։ Երևի շատ մութ աշխարհում է ապրում Լավրովը, կամ իրեն թվում է, որ նրանց գործողությունները ոչ ոք չի տեսնում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի քանի խոսքով անդրադառնանք նաեւ ռուս-ուկրաինական պատերազմին եւ այն բանակցություններին, որը որ վարում են Միացյալ Նահանգները, Ուկրաինայի եւ Եվրոպայի հետ, գիտեք, Գերմանիայում շատ կարևոր հանդիպումներ տեղի ունեցան։ Reuters-ի տեղեկություններով արդեն 90% հարցերի բանակցվել է, խոսքը այդ 20 կետերի մասին էր, նախկինում 27-28 կետերից իջեցրին այդ կետերի քանակը 20-ի Մերցը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ պատերազմի սկզբից ի վեր հիմա
մեծ հնարավորությունը կա խաղաղության հասնելու համար։ Զելենսկին էլ հայտարարում է, որ հիմա շատ մոտ է խաղաղությունը, բայց մենք նաև այնպիսի տեղեկություններ ենք ստանում, որոնց հիման վրա հստակ կարելի է ենթադրել, որ միակ խոչընդոտը, միակ մնացած ռեալ խոչընդոտը ռուսների եւ Ուկրաինայի միջև որ հասնեն խաղաղության, այսինքն եթե հավատանք ամերիկյան կողմի, որ ռուսները համաձայն են այդ կետերին, միակ կոնկրետ խոչընդոտը այն է, որ Դոնբասի հարցով չկա որևիցե պայմանավորվածություն եւ Ուկրաինան չի պատրաստվում զիջել Դոնբասը ամբողջովին ռուսներին, ինչպես դա պահանջում են ռուսները ուկրաինացիներից եւ որին կարծես կողմ է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն այդ 90% համաձայնեցված կետերի մեջ չի մտնում կոնկրետ Դոնբասի հարցը։ Եթե այդ հարցի շուրջ նույնպես լինի համաձայնություն, ապա հնարավոր է, ես չեմ բացառում, որ արագ խաղաղություն կնքեն կողմերը, այդ ժամանակ մենք էլ պետք է մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր արտաքին քաղաքականությունը։ Պետք է ամեն ինչ շատ լավ այդ ժամանակ հաշվարկել եւ հասկանալ, թե ինչ փոփոխություններ է բերում այդ խաղաղությունը։ Այս ամենին կարող եմ ավելացնել նաեւ այն, որ մինչեւ նոր տարի որքան հասկացած Զելենսկիի ակնարկից հնարավոր են նաև նոր բանակցություններ եւ փորձելու են այս հարցը լուծել մինչեւ նոր տարի։ Չնայած որ Սուրբ Ծննդյան հրադադարից հրաժարվեց Ռուսաստանը, որը որ առաջարկվել էր Մերցի կողմից եւ Ուկրաինայի կողմից։ Այսքանը սիրելի հայրենակիցներ Ուկրաինայի մասով մեկ հետաքրքիր տեղեկություններ ունենք Վենեսուելայի շուրջ Թրամփը նոր հայտարարությամբ է հանդես եկել։ Երևի թե մոտենում է այն օրը, երբ որ Թրամփը հրաման է արձակել արդեն հարվածներ հասնել Վենեսուելային։ Թրամփը հրամայել է ծովային շրջափակման մեջ վերցնել Վենեսուելան, այսինքն հիմա ամբողջովին շրջափակման մեջ վերցրին Վենեսուելան Թրամփի հրամանով։ Բավականին մեծ եւ հետաքրքիր ելույթ էր Թրամփի կողմից, նրան արդեն արձագանքել է Վենեսուելան, բայց դա ոչինչ չի փոխում։ Թրամփը այդ հայտարարության մեջ նաեւ բացահայտում է իր նպատակները Վենեսուելայի նավթի մասով, ու ես չեմ բացառում, որ մոտակա օրերի ընթացքում հնարավոր դառնան ռազմական գործողություններ ընդդեմ Վենեսուելայի։ Այս պայմանությամբ այսքանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։